Բարի լույս մեր թանկագին հեռուստադիտողի սիրելիներս, ողջունում եմ ձեզ, ասում եմ միացեք մեզ, ինչպես միշտ մենք փորձենք ձեր տրամադրությունը բարձր պահել, իսկապես մի այսպես տարվեք եղանակով, նորմալ է, ամեն բան շատ նորմալ է, գարուն է, բա իհարկե պետք է անձրևներ էլ տեղան, որպեսզի բնությունը կանաչի եւ իսկապես ես այս տարի նկատել եմ, որ քաղաքը շատ կանաչ է, երևի անձրևների շնորհիվ է հենց այդպես շատ յուրահատուկ կանաչություն կա քաղաքում, այնպես որ շատ լավ է ամեն բան։ Դուք մնացեք մեզ հետ, որպեսզի իմանաք նաև օրվա բաղադրատոմսը։ Բայց մինչ այդ շատ կուզեմ, որ միասին, քանի որ եղանակը թելադրում է դա, մենք միասին պատրաստենք մի ամեղ թեյ, ինչու եմ որոշել թեյ պատրաստեմ, որպեսզի ձեզ քաջալերեմ, նախաճաշ պատրաստեք եւ ճաշակեք, եւ թեյը, այս համեղ թեյը կնպաստի այդ ցանկությանը։ Ինչ է մեզ պետք այսօր։ Ուզում եմ վարդի թերթիկներով, մեղրով եւ կիտրոնով թեյ պատրաստենք եւ միասին վայելենք։ Ահա ես ունեմ շատ վարդի թերթիկներ, այստեղ մեկ ճաշի գտալ արդեն մեղր եմ պատրաստել եւ իհարկե կիտրոն։ Հենց հիմա միասին փորձենք այս համեղ թեյը պատրաստել եւ քիչ հետո վայելել։ Ձեզ էլ հորդորում եմ անպայման նախաճաշի սեղան թեյ պատրաստեք, մի կտոր հաց, պանիր, մի հատիկ ընկույզ կամ մի հատիկ արմավի կտոր դրեք այդ հաց ու պանիրի մեջ եւ վայելեք։ Ես վստահեցնում եմ բավականին երկար ժամանակ դա ձեզ հագեցած ձեր օրգանիզմը կպահի։ Եվ այսպես կտրենք կիտրոնը, մի քանի շերտ, բարակ շերտեր կկտրատեմ, այսպես մի քանի հատ, 3 հատ, 4 հատ, որպեսզի իր անուշ բույրը եւ այն կարևոր վիտամինը, վիտամին C-ն փոխանցի մեր թեյին։ Ահա, այսօր թեյի թերթիկներ չենք օգտագործում, այլ պարզապես վարդի տերևներ։ Այնպիսի անուշ բույր ունի, սիրելիներս, խանութներում վաճառվում է փաթեթավորված վարդի թերթիկները, կարող եք հանգիստ ձեռք բերել եւ իհարկե պատրաստել այս համեղ թեյերը։ Թեյ, մուրաբա էլ կարող եք պատրաստել այս հրաշալի թերթիկներից։ Ահա, այստեղ կավելացնեմ 1 ճաշի գթալ մեղրը եւ բնականաբար այստեղ մեզ պետք է եռացրած ջուր։ Ահա, հրաշալի, այսպես, ահա, կթողնենք այն թրմվի, կարող եք սրբիչով այն ծածկել, որպեսզի տաք մնա եւ կարողանա ինչպես հարկն է թրմվել, ահա, այսպես, ես այն կթողնեմ մի կողմի վրա, որ քիչ հետո արդեն միասին ճաշակենք։ Իսկ բաղադրատոմսի հետ կապված սիրելիներս, այսօր պատրաստելու ենք հավի թևիկներ, այն փափուկ մասը, փափկամիսը, որը համեմելու ենք, հենց հիմա սկսելու ենք մարինացնել, այն մի փոքր մշակման պետք է ենթարկենք, այսինքն ոսկրից մի փոքր պետք է մսային հատվածը ազատեմ ես, դա միասին կանենք, այսպես հետաքրքիր գործողություն է եւ այս ամենը ուզում եմ համադրել հենց պատրաստի իմ անբայալդիի հետ եւ պսկաթանի։ Այ թե այս երկու համադրությունը ինչպես կստացվի եւ սրանք ինչքանով են հարմար իրար, ընթացքում մենք խոսենք այս մասին եւ իհարկե կհասկանանք։ Միգուցե ձեզ թվա թե տարօրինակ բան եմ ասում, ոնց կարելի է այս երկուսը համադրել, բայց հաստատ շատ համեղ է եւ միասին կփորձենք այսօր սա պատրաստել։ Իսկ հիմա կարող ենք արդեն հավիկները, այսինքն հավի թևիկները մշակել եւ հասկանալ, թե ինչ ենք անում, բայց մինչ այդ պետք է դադար լինի, սիրելիներս, դադարից վերադառնանք ու անցնենք արդեն գլխավոր գործողությանը։ Դուք մնում եք մեզ հետ, կհանդիպենք։ Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտողներ, ինձ մոտ խառնաշփոթ է տիրում, ես արդեն պատրաստում եմ լավաշը կտրատել, որպեսզի գործընկերներս նախաճաշանեն։ Ինչու եմ այսպես հենց եթերում այս գործողությունները անում, որպեսզի դուք էլ ախորժակով այսպես
նայեք, տրամադրվեք եւ նախաճաշեք։ Սա շատ կարեւոր պայման է, սիրելիներս։ Հիմա Սուրենին, Սոնային, բոլորին կկանչեմ այստեղ, որպեսզի նախաճաշեն։ Ահա լավաշը միասին կտրատենք։ Ժորժ ջան, ես սիրում եմ լավաշը մկրատով կտրատել, չգիտեմ, շատերը ասում են, չէ, մկրատով չէ, դանակով է հենց պետք կտրատել։ Չգիտեմ, ես այսպես եմ կտրատում, ինձ խիստ չդատեք, չգիտեմ, չասեք ճիշտ չէր, այսպես էր պետք։ Ահա, այսպես, շատ համեղ, իմիջիալոտ նոր թխված, շատ թարմ լավաշ է, ախորժաբեր, խորհուրդ եմ տալիս արագ գնալ խանութ ձեռք բերել այս բոլոր մթերքները և նախաճաշել։ Սուրեն ջան, կարող ես գալ նախաճաշի, Սոնային վերցրու և արի։ Ահա։ Դե ոնց կարելի է հրաժարվել այս նախաճաշից, երբ որ Ադրինեն է պատրաստում ու կանչում է մեզ նախաճաշի։ Ինչով ենք նախաճաշում։ Մենք ունենք պանիր, պանրի լայն տեսականի, դե դու գիտես, Արի որը վերցնենք ցանկանում ես, սուլուգունի։ սուլուգունի, որովհետև Սոնան էլ սուլուգունի շատ է սիրում, արի սուլուգունի պանիրով պատառիկներ սարքենք եւ Բայց մենք ոնց հասկանում քեզ խանգարում ենք օրվա բաղադրատոմսը։ Իհարկե շատ է խանգարում, բա դա նորություն է։ Բայց ես մտածում եմ, որ կասես, չէ, ինչի չենք խանգարում։ Իհարկե, խանգարում վերցեք, ես ամուր գնացեք այստեղ։ Օրը ճաշ դառավ, ժողովուրդ ջան, նայեք, տեսեք ինչ լավաշներ են։ Սուրեն, հիմա գիտես ինչ կանենք, որ դու չէ, ես սա էլ ես կանեմ, կկտրատեմ, տախտակը այսպես հացիկով կհրամցնեմ քեզ եւ դու կգնաք նախաճաշելու։ Իսկ ես օրվա բաղադրատոմսը ուրեմն կհուշեմ մեր հերոստադիտողին։ Ահա Ժորժ ջան, Էլոլա ապրանքանիշը հրաշալի պանիր ունի, սուլուգունի, որը չգիտեմ էլի ինչ ասեմ։ Ամենահրաշալի պանիրներից մեկն է։ Եվ հենց այս կտրվածքով էլ այսպես ամբողջական ինքը ոնց որ բաստուրմա լինի։ Այսպես կտրատեմ եւ իհարկե դու կարող ես այսպես վերցնել այս հրաշալիքները եւ գնալ նախաճաշելու։ Կարող ես գնալ մեր հնչյունային եւ թողարկիչ ռեժիսորի մոտ միասին նախաճաշեք։ Ինքը արդեն ցանկություն հայտնեց։ Ահա, վերջ։ Ես գիտեմ ինչ եմ ասում, էլի։ Ժողովուրդ ջան, բայց թեյը, չմոռանաք թեյի մասին։ Մի հատ նայեք, մենք այստեղ ունենք վարդով, մեղրով, կիտրոնով թեյ։ Ինչպես ասում են, վարդեր բերեմ պարտեզից, պաղ թեյ բերեմ աղբյուրից։ Բա ես ապահովում եմ այս ամենը առավոտյան, այնպես որ կարող եք շատ հանգիստ վայելել։ Ահա Սուրեն ջան, սա էլ ձեր նախաճաշը։ Ժողովուրդ, շատ քիչ բան ա պետք նախաճաշի համար։ Հաց, պանիր եւ թեյ։ Շատ քիչ բան ա պետք մարդու երջանիկ լինելու համար, իհարկե, նախաճաշ եւ վերջ։ Այս բոլորը նաեւ տրամադրություն է բարձրացնում։ Ահա, խնդրեմ, սա ձեզ ազատեք։ Այսպես Ժողովուրդ ջան, երեխեքին կերակրեցինք, անցանք հաջորդ գործողություններին։ Հիմա պիտի դադար լինի։ Դադար, բա մեր հավիկները ոնց ենք մշակելու, քիչ հետո կանցնենք մեր գլխավոր գործողություններին, դուք մնացեք մեզ հետ, ամեն ինչ լավ կլինի։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ողջունում եմ եւս մեկ անգամ եւ օրվա բաղադրատոմսին ենք անդրադառնում, ինչ ենք անում այս պահին։ Սիրելիներս, ես հավի թևիկները այս փոքրիկ մասը իհարկե արդեն մշակել եմ, թողել եմ մի կողմի վրա, բայց 3 կտորը թողել եմ, որպեսզի միասին այն մշակենք ու դուք տեսնեք, թե խոսքը ինչի մասին է, տեսնեք գործողությունը եւ հասկանաք։ Ահա ունենք այս փափկամիսը թևիկի եւ հիմա վերևի հատվածում, այս ոսկրային հատվածում դանակով կտրվածք ենք անում, ամբողջ այսպես շրջաձև տարածքով, որպեսզի կարողանանք միսը ոսկրից ազատել։ Իհարկե այս գործողության համար հաստատ սուր, լավ սուր դանակ է պետք, բայց եթե սուր չլինի դանակը, նույնիսկ կարող եք մկրատի օգնությամբ այս գործողությունը անեք, կաշին կտրելով կարող եք շատ հանգիստ ոսկրից ազատել ուրեմն միսը։ Ահա, եւ դանակի էլի օգնությամբ, այսպես հրումով տանում ենք դեպի ներքև միսը, որպեսզի ոսկորը երևա, ահա այսպիսի տեսք է ստանում այն, ես այս ձևը
մշակման շատ սիրում եմ, շատ հավանում եմ եւ ուտեստների մեջ շատ գեղեցիկ է լինում։ Եվ եթե կան ավելորդ հատվածներ, բնականաբար հեռացնում ենք այն եւ գլխիկի մասից, այս պոչիկի մասից եւ իհարկե կողքի հատվածներից։ Ահա, ստացանք այսպիսի տեսք։ Չգիտեմ, հուսով եմ երևում է։ Եվ այսպես տնենք տարայի մեջ։ Այս երկու կտորն էլ ուրեմն նույն գործողությունն ենք անում եւ իհարկե սկսում ենք համեմել այն։ Այսպես էլի դանակի օգնությամբ հրումով ոսկրից ազատում ենք միսը։ Ես ձեռնոցով եմ սահում է ձեռքերիցս, բայց դե պետք է հարմարվել։ Ահա, այսպես։ Դանակի օգնությամբ էլի հրումով հեռացնում ենք միսը։ Այսպիսի տեսք է ստանում։ Ահա։ Եվ եփվելուց հետո շատ գեղեցիկ տեսք է ունենում։ Սա էլ, այս վերջի կտորն էլ միասին ուրեմն կտրենք ու իհարկե սկսենք համեմել։ Համեմունքները շատ բազմազան են լինելու, սիրելիներս, ես ուզում եմ, որ հետաքրքիր համ ունենա եւ տեսքը եւ համը հետաքրքիր լինի, այնպես որ նկատի ունեցեք, շատ համեմունք ենք օգտագործելու։ Ահա, հաջորդ կտորն էլ է պատրաստ, այսպիսի ուրեմն թևիկներ ստացանք։ Այսպես, սա դնում ենք մի կողմի վրա, անցնենք առաջ, ինչ ենք անում։ Այստեղ ունեմ ես արդեն խառնուրդ, այս խառնուրդի վրա կավելացնեմ հաջորդ համեմունքները, աղ, խմելի սունելի, մի փոքր կծու կարմիր պղպեղ, քրքում, սխտորի փոշի եւ էլի ունեմ այսպիսի հետաքրքիր հավելումներ եւ այստեղ հենց կլցնեմ այս ամանի մեջ, ամեն ինչից քիչ, չենք չարաշահի բնականաբար, շատ քիչ ամեն մեկից ավելացնենք, այսպես խմելի սունելի, մի փոքր կարմիր կծու պղպեղ, մի փոքր քրքում, մի փոքր սխտորի փոշի, աղը մի քիչ շատ կանենք, այսպես։ Եվ այստեղ ինչու ոչ կարելի է շատ քիչ համեմի սերմ ավելացնել, հետաքրքիր բույր կտա, այ այսքան։ Ահա, տեսեք որքան գեղեցիկ գույներով ուրեմն փունջ ստացանք սիրելիներս։ Հիմա այս ամբողջը խառնենք գդալի օգնությամբ եւ իհարկե ավելացնենք մեր շատ համեղ հավիկների վրա։ Սիրելի Ադրինե, Ողջույն Սոնա։ Ողջույն սիրելիս։ Համեմում ես այս շատ պուճուրիկներին։ Պուճուրիկ թևիկներին, այո։ Այստեղ փորձեցինք մի ամբողջ փունջ պատրաստել։ Եվ իհարկե նշեմ, որ այս համեմունքների փունջը նաև դու ես ապահովել ինձ համար խոհանոցում։ Եվ սա վերջին համեմունքն է, չէ՞, այս պահի դրությամբ։ Այս պահի դրությամբ, այո։ Ես ներեցեք, հասկանում եմ ամեն բան, բուսայուղ եւ վերջ։ Ահա, հիմա կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի ողջույն եւս մեկ անգամ իմ թանկագին հեռուստադիտող սիրելիներս, այսօր մենք պատրաստում ենք շատ համեղ տաք ուտեստ, որը բաղկացած է մի քանի բաղադրիչներից։ Եթե հիշում եք, ավելի շուտ մենք ուրեմն հավիթևիկները փորձեցինք ոսկրից միսիկը ազատել, այսինքն կտրվածքի միջոցով եւ այն համեմեցինք շատ բազում համեմունքներով, ամբողջ մի այս փունջը, որը այստեղ տեղադրված է ինձ մոտ եւ նույնիսկ մի քանի բան հավելումներով մենք պատրաստեցինք ուրեմն համեմունքների փունջ եւ ավելացրեցինք մեր շատ համեղ թևիկների վրա ու այդպես հրակայուն ամանով ես տեղափոխել եմ ջեռոց։ Այն արդեն պատրաստվում է, քիչ հետո ուրեմն կհրամցնեմ եւ դուք կտեսնեք թե ինչպիսի տեսք ունի այդ թևիկները, բայց այս բոլորը ուզում եմ մատուցել շատ համեղ հավելումներով։ Մենք այստեղ պատրաստի վիճակում ունենք իմ ամբայալդի, դուք գիտեք, մեզ տրամադրում է մեր գործընկերը։ Ես ուզում եմ հենց հիմա այն բացել, լցնել տարայի մեջ, այսինքն կաթսայի մեջ եւ տաքացնել այն։ Ես այսօր ուզում եմ տաք վիճակում մատուցել այն։ Ահա կլցնենք մեր թավայի մեջ եւ
դանդաղ կրակի վրա այն կտակացնենք։ Այսպես։ Ահա։ Շատ անուշ բույր ունի, սիրելիներս, տեսքի մասին խոսք չկա եւ համի մասին խոսք չկա, սա շատ ավելի ուշ մենք կվայելենք բոլորս միասին, ահա ես կծածկեմ կաթսայի կափարիչը եւ կթողնենք շատ դանդաղ կրակի վրա այն կտականա։ Եվ այս ընթացքում կփորձենք պատրաստել պսկաթանը, այսինքն ոչ թե պատրաստել, պսկաթանը արդեն պատրաստի վիճակում է, այլ իմի բերել, այսպես ասած նորից եռացնել, մեկ անգամ գոլ ջրով այսպես տաքացնել, որպեսզի կարողանանք վայելել այն։ Ինչ է մեզ պետք դրա համար։ Գդալը վերցնենք, այս թավայի մեջ լցնենք մեր պսկաթանը, հա տեսեք ինչպիսի յուղ է պարունակում իր վրա, պսկաթանը դուք գիտեք ինչ համեղ, հին հայկական կաթնամթերք է, որը յուղերում պատրաստել են մեր տատիկները, շատ համեղ եւ օգտակար կաթնամթերք։ Ողջույն Սոնա ջան, ողջույն։ Հասցրիր ամբողջը։ Հասցրեցի, ասեմ մի բան էլ ավելին։ Այո։ Այո։ Նախաճաշ պատրաստեցինք, թեյ պատրաստեցինք, անուշ, դու իհարկե այնպես լավ։ Եկել եմ արդարությունը վերականգնել, ես ինչով էի ձեզ խանգարում։ Եվ եկել եմ օգնեմ դրա փոխարեն։ Վայ Սոնա ջան, բնականաբար դու ոչ մի բանով չէիր խանգարում։ Ես պարզապես այդպիսի ընդհանուր ասեցի, բայց երևի թե ես շատը կատակելու համար, որպեսզի մեր հեռուստադիտողի տրամադրությունը բարձրացնենք, ինչու՞ չէ։ Մի փոքր այստեղ խոհանոցում չարաճճիություններ երբ մենք անում ենք, ես կարծում եմ հեռուստադիտողին լիցքավորում ենք մենք դրանով։ Հեռուստադիտողը մեզ շատ լավ ճանաչում է արդեն եւ իմիջիալոց 3 առաջուրի երբ մենք սիրում է։ Այո, ես երբ դու քո այսպես նախաձեռնությամբ կազմակերպեցիր այն նկարների շարքը, ահա, որը շատ մի քանի տարի առաջ մենք միասին այստեղ խոհանոցում նկարվել ենք եւ նկարվեցինք մի քանի օր առաջի օրը, այո, նորից նկարվեցինք նույն նկարը, տեղադրեցինք, շատ հեռուստադիտողներ արձագանքեցին եւ ասացին, որքան ենք սիրում հաղորդաշարը եւ որքան ենք ձեզ այսպես գնահատում եւ կարեւորում, որովհետեւ առավոտները ձեզ հետ ենք սկսում։ Եվ այո, այստեղ ինչ որ կատարում ենք, մենք փորձում ենք նույնիսկ այս չարաճճիությունները հանուն մեր հեռուստադիտողի, որպեսզի տրամադրությունը բարձրացնենք, քանի որ մի փոքր ինչու ոչ, եթե այսպես իջնում ենք այն երազանքների դաշտից մի քիչ այսպես գորշություն կա, թեթևակի գորշություն կա եւ այդ գորշությունից դուրս գալու համար պետք է ինչ անել, մի փոքր ուրախանալ, այո, տրամադրությունը փորձենք բարձրացնենք, եթե ստացվում է ուրախ ենք դրա համար եւ ամեն առավոտ այսպես ես եւ իմ գործընկերները փորձում ենք թեկուս թեթև չարաճճիություններով այնպես անել, որ դուք լավ տրամադրություն ունենաք։ Եվ մենք հրաշալի հյուր ունեցանք այսօր, ով ամենաանհավանական տեղում հայկականը պրոպագանդելու ձև էր գտել եւ այստեղ հիմա քեզ մոտ տեսնում եմ հայկական արտադրանք, որը շատ համեղ է եւ շատ հենց մեր տարածաշրջանին է հատուկ եւ հատկապես մեր լեռնային երկրին է հատուկ, այն առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Էլոլա ընկերությունը առանձնանում է իր անարատ կաթից պատրաստված բարձրորակ կաթնամթերքով, ինչպես նաև պանիրների լայն տեսականիով եւ իդեպ այս հրաշալի ապրանքանիշ ունի նորույթ, դուք տեսնում եք մեր զամբյուղի մեջ, ահա այստեղ նորույթը Սոլոգունի պանիրը եւ բաստուրման այս համադրությունը միայն կարծում եմ այս ընկերությունն ունի, այնպես որ ձեռք բերեք անպայման վայելեք, որովհետեւ իսկապես մեր օրերում շատ կարեւոր է հետեւել առողջությանը եւ բազմիցս խոսում ենք, որ օդը աղտոտված է, կան խնդիրներ եւ շատ դժվար է մեր իրականությունում այս արագ վազքային կյանքի մեջ պահպանել առողջությունը, գոնե նախընտրենք բնականը, անարատը եւ այդպիսով մեր օրգանիզմին մի փոքր կօգնենք, որպես ավելի առողջ լինենք։ Այո, շատ ճիշտ եւ շատ գեղեցիկ ասացիր ամեն ինչ։ Ես էլ կողմնակից եմ ամեն բան հայկական, մանավանդ օրինակ, եթե ես այսօր առաջարկել եմ հեռուստադիտողին պսկաթանը շատ հին հայկական է, գիտեք, այո, մեր հին հայկական խոհանոցից։ Իդեպ մի անգամ ասացիր, որ չորաթանն այդպես են անվանում։ Այո, շատ ճիշտ է, հենց չորաթանն է, պարզապես ինքը, քանի որ գործարանային, ճիշտ է, սա մեր տատիկների պատրաստած պսկաթան չէ,
այսինքն այն գնդիկ վիճակ, չոր վիճակները չէ, արդեն գործարանի արտադրանքի շնորհիվ այն հարված վիճակում է, որովհետև հարելը շատ դժվար աշխատանք է։ Իրականում, եթե ես ասում եմ հին հայկական, եթե շատ հետ գնանք եւ դարեր առաջ, մեր տատիկները, գիտես, ձեռքով մաղի օգնությամբ տրորել են, որպեսզի դառնա այս պսկաթանը, հարված վիճակը։ Ինքը շատ դաժան եւ դժվար աշխատանք է եղել ժամանակին, բայց հիմա մեր արտադրողը առաջարկում է ամենամատչելի պատրաստի տնական համով եւ հոտով։ Այո, շատ հեշտ տարբերակը, պարզապես պետք է այսպես լցնել կացայի մեջ, այն տաքացնել, մի փոքր ինչու ոչ, ես այստեղ եռացրաջուր ունեմ, ջրով բացել, այն ցանկության դեպքում կարելի է նաեւ ջուր էլ չավելացնել, պարզապես հենց այսպես էլ փորձել վայելել։ Էնպես որ շատ կարևոր է, այո, հայկական։ Այո։ Եվ քանի որ էլի ցիտելով մեր հյուրին, որովհետև շատ հետաքրքիր հյուր էր, իսկապես ինձ համար շատ հետաքրքիր հյուր ենք այսօր ունեցել եւ իրեն հատուկ, իր մասնագիտությանը հատուկ, այսպես դետալները շատ կարեւոր են, որը էլի հայկականի մասին է։ Իջևանի գինուգործանի առաջարկվող գինիները, ինքը իհարկե սպիտակ գինին նախընտրեց կոկտեյլների տարբերակը կոկտեյլներ պատրաստելու համար։ Ես կարծում եմ, որ մեր զրույցը այսօրվա նաեւ իհարկե մենք խոստացանք հետո խոհանոցում անդրադառնալ եւ կոկտեյլ պատրաստել հյուրի հետ, բայց կարծում եմ ոգեշնչելը նաև հեռուստադիտողներին եւ իրենք տանը կարող են ասես թե ոչ ալկոհոլային կոկտեյլ պատրաստել, նույնիսկ առավոտյան վայելել։ Իսկ այս ամենը իհարկե Իջևանի գինուգործանի կողմից արտադրվող անմահական գինիների շնորհիվ, իդեպ շատ տարբեր տեսակի գինիներ կան, ռոզե փրփրուն գինին, կարմիր չոր, կիսաքաղցր, սպիտակ, կարող եք նախընտրել ձեր ամենասիրելին եւ վստահաբար ոլորտում լավագույն, եթե ոչ լավագույնը, լավագույններից մեկն է եւ հայտնի է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս եւ շուկայում ունի իր բարձր տեղը։ Նաեւ գործարանը առանձնանում է պահածոների եւ հյութերի լայն տեսականիով։ Հիմա վարքյաններ անց դուք կտեսնեք մեր էկրաններին իհարկե մի փոքրիկ հատվածը պահածոների եւ հյութերի, որովհետեւ այս գործարանն ունի համերի բազմազանություն, կարող եք ելի գտնել ու նախընտրել ձեր սիրելին եւ բոլորը միանշանակ տնական հոտի եւ համի մասին են հաստում։ Ահա էկրաններին այս պահին տեսնում եք շատ փոքրիկ հատվածը գինուգործարանի արտադրանքի։ Այո, եւ ասենք, որ այսօրվա մեր ուտեստը եւս ուրեմն հենց այդ առաջարկներից մեկն է Իման Բայանդին, որը այո, շատ հետաքրքիր ձևով մենք կմատուցենք, այն տաքանում է եւ ես ասեմ, որ այսօրվա ուտեստը ես այս վերջերս չգիտեմ, հակված եմ այն շերտավոր ուտեստներին, որոնք այդպես իրար վրա դասավորելով է մատուցվում, հագուստի մեջ շերտավոր հագուստն է շատ բանը տրենդային ուտեստի մեջ Ալինեն է բերում այս տրենդը, վստահաբար ես դեռ չեմ հանդիպել, որ շերտային ուտեստները այդքան ակտուալ լինեն, բայց կարծում եմ այս տրենդը քեզնով կգա եւ կմնա, մեր հեռուստադիտողներն կնախընտրեն, այո։ Այո, շատ եմ հավանում եւ եթե հիշում ես երեք եւս համարյա, այո, կարտոֆիլներ եւ հիմքը կարտոֆիլներ, վրան այո, այն սնկով համեղ սոուսներ, որ ավելացրեցինք, այսօր էլ այդպիսի տարբերակ կլինի, չգիտեմ, ինձ թվում է մատուցելիս շատ այն գեղեցիկ եւ հետաքրքիր է դիտվում, եթե հեռուստադիտողը չի փորձել երբևէ կամ իր համար մի տեսակ խորթ ու տարօրինակ է նմանատիպ համադրությունը, խորհուրդ եմ տալիս գոնե մեկ անգամ այդպես փորձեք, բնականաբար եթե չհավանեք, հետագայում չեք օգտագործել այդ տարբերակ, բայց գոնե ճանաչելու, շփվելու, շոշափելու, այո, ճաշակելու համար անպայման մեկ անգամ գոնե պետք է։ Ահա, եւ այսօր իհարկե ամփոփելով արդեն համարյա խոհանոցը, մենք թեթև, բայց շատ տարբեր բաներ պատրաստեցի։ Ունենք այնտեղ փոքրիկ թևիկները, որոնք եփվում են այս պահին, ունենք Իման Բայանդին, որը տաքանում է։ Այո, եւ պսկաթանը, որ արդեն պատրաստ է։ Այն պետք է ուղղակի մի փոքր տաքացնել, ցանկության դեպքում, եթե ջրալի տարբերակ եք, հյութեղ տարբերակ եք ուզում, եռացրած ջուր ավելացրեք, եթե ոչ, ապա հենց այդպես էլ այն տաքացրեք։ Մեզ մոտ համարյա թե ամեն բան պատրաստ է, ես ասեմ թևիկները ընտրել էինք այն փոքրիկ մասը թևիկի, հավի թևիկի, որը համեմեցինք բազմապիսի
ուրեմն համեմունքներով, ըստ ճաշակի իհարկե համեմունքը, մենք սիրում ենք համեմունք, այսինքն ես շատ եմ սիրում եւ այսպես ասած արդեն երեխաներիս էլ եմ արդեն սովորեցրել, որ այդպես պետք է լինի, ու այսպես իսկ կարծում եմ շատ։ Ես կարծում եմ 21-րդ դարը բազմահամության մասին է եւ այսպես հետաքրքրության մասին է, որովհետեւ ժամանակները մեզ տալիս են այդ հնարավորությունը եւ բազմաթիվ բացասականի կողքին պետք է դրականը նախընտրենք, վայելենք եւ օգտվենք, որովհետեւ շատ ժամանակներ առաջ դա չի եղել։ Իսկապես աշխարհը շատ բաց է, շատ լայն է, հատկապես խոհանոցային աշխարհը, այնքան համեր, այնքան նորություններ է գալիս խոհանոց, որ ինքդ էլ է զարմանում, միթե սա կարելի էր սրա հետ համադրել, ինչու ես դրա մասին վաղուց չգիտեի։ Այսպիսի բաներ շատ է լինում, նորույթ շատ կան ընդհանրապես գաստրոնոմիական աշխարհում, այնպես որ կարելի է ամեն բան փորձել, թեկուզ քիչ-քիչ, փորձել շատ կարևոր է։ Այո, բայց փորձել պարտադիր է։ Իսկ հիմա կունենանք կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք առաջին ծրագիրը։ Իմ շատ սիրելի հեռուստադիտող, արդեն մատուցման պահը հասել է եւ պետք է մեկ այսօրվա շատ համեղ, հետաքրքիր եւ հագեցնող ուտեստը լցնենք մատուցման ամանի մեջ, ինչը ես նշեցի, որ շատ հետաքրքիր է լինելու, շերտերով ենք դասավորելու։ Ահա հիշում եք, այստեղ ունեինք պսկաթան, որը տաքացրեցինք։ Հիմա լցնում ենք մեր մատուցման ափսեի մեջ։ Այսպես։ Իհարկե ճաշակի հարց է, ոնց կուզեք հենց այդպես էլ մատուցեք, կարող եք նաև առանձին տարբերակներով մատուցել, սակայն ես ձեզ առաջարկում եմ այս տարբերակը։ Եվ այստեղ իհարկե ունենք մեր իմամ բայալդին, որը տաքացրեցինք ու կավելացնենք մեր պսկաթանի վրա, էլի շատ հետաքրքիր կլինի, համադրությունը համային շատ հետաքրքիր է լինելու։ Մի փոքր տարածեմ, այսպես, ահա, և իհարկե այս թևիկները, որը տապակվեց ջեռոցում, կտեղադրենք մեր այս հետաքրքիր ուտեստի վրա։ Իմիջիալոց, եթե պատրաստի վիճակում այս բոլոր, այսինքն կիսաֆաբրիկատ թեկուզ ունենանք այս բոլոր մթերքները շատ արագ կպատրաստվի, կարծում եմ կես ժամվա ընթացքում այս գեղեցիկ ուտեստը դուք արդեն պատրաստի կունենաք։ Սիրելիներս, վայելեք, ճաշակեք, ինքներդ էլ փորձեք խոհանոցում նոր արարություններ, եւ իհարկե կարող եք արձագանքել։ Այսպիսին էր այսօրվա առաջարկը, համադրեք համեղ թթուներով եւ հյութերով ու վայելեք։ Ձեզ բարի ախորժակ եմ մաղթում եւ ասում եմ, որ ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։